Նեմեսիսը հիրավի կյանքի առաքելություն դարձավ հայ վերիժառուների համար, ինչպես նաև սահմանեց նրանց հետագա ողջ ճակատագրի ընթացքը, ոմանց երկար ու պատվական կյանքը օծելով փառքի պսակով, իսկ ոմանց առաջնորդելով մարտիրոսության։ Սողոմոն Թեհլերյանը իր դատավարությունից հետո լքեց Գերմանիան ու հաստատվեց Սերբիայում, ապա 1950 թվականին բնակություն հաստատեց ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Թալյաթի դատավճիռն իրականացնելուց հետո նա այլևս ապրեց խաղաղ ու անվրդով կյանքով, շրջապատված հայ հանրության ուշադրությամբ եւ իր ընտանիքի սիրով։ Մահկանացուն կնքեց 1960 թվականի մայիսի 23-ին եւ ուղարկավորվեց Ֆրեզնոյի Արարատ հայկական գերեզմանատանը։ 1953 թվականին Կահիրեում առաջին անգամ լույս տեսավ նրա Սողոմոն Թեհլերյան վերհիշումներ Թալյաթի ահաբեկումը գիրքը Վահան Մինախորյանի համահեղինակությամբ։ Աշավի Շիրակյանը Շաքիի եւ Ազմիի դատավճիռն իրականացնելուց հետո Փարիզում դաշնակցական կառույցներից առաջարկություն ստացավ բնակվել Եվրոպայի ցանկացած երկրում եւ առանց կաշկանդվելու օգտվել կուսակցության ֆինանսական միջոցներից։ Սակայն խնդրեց միայն աջակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ իր մեկնումը կազմակերպելու գործում։ Միացյալ Նահանգներում նա զբաղվեց ձեռներեցությամբ, հիմնեց արևելյան գորգերի խանութների ցանց, ապա ստեղծեց նավամատույցների մաքրմամբ զբաղվող ընկերություն։ Մահկանացուն կնքեց 1973 թվականի ապրիլի 12-ին Նյու Ջերսիի Էնգլվուդ քաղաքում։ Նեմեսիս ծրագրում իր մասնակցության հուշերը Շիրակյանը շարադրեց «Կտակներ նահատակներուն» գրքում, որը լույս տեսավ 1965 թվականին։ Հրաչ Փափազյանը Նեմեսիս ծրագրի շրջանակներում մատուցած իր բացառիկ ծառայություններից հետո 1926 թվականին Եվրոպայից տեղափոխվեց Հալեբ, ուր բնակվեց մինչև 1957 թվականը եւ ընտրվեց Սիրիական պարլամենտի անդամ։ Քրդական ազատագրական շարժմանը աջակցելու համար հետապնդվեց սիրիական եւ թուրքական իշխանությունների կողմից եւ ստիպված եղավ վերջին ապաստանը գտնել Լիբանանում, ուր եւ կնքեց իր մահկանացուն 1960 թվականին։ Միսակ Թորլաքյանը Բեհբուդ խան Ջավանշիրի նկատմամբ գործադրած հաշվեհարդարից հետո բնակություն հաստատեց Բելգրադում, ապա Բուխարեստում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցեց Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի հետ հայ ռազմագերիներին գերմանական ճամբարներից ազատելու համար։ Այդ ժամանակահատվածում անձամբ կազմակերպեց եւ հաջողությամբ իրականացրեց թուրքական հրամանատարության գաղտնի փաստաթղթերի առևանգման օպերացիան, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ապացուցել գերմանական Ռայխի ղեկավարությանը Անկարայի երեսպաշտական էությունը եւ այդպիսով խաթարել թուրք-գերմանական դաշինքն ու հնարավոր համատեղ արշավանքը դեպի Կովկաս։ Թորլաքյանը ողջ կյանքում չդադարեց իր ընտանիքի անդամների փնտրտուքը, հույս ունենալով, որ հարազատներից գոնե մեկը հրաշքով ողջ է մնացել կոտորածից, սակայն ապարդյուն։ Նա իր վախճանը կնքեց 1968 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ժառանգելով հայ հանրությանը օրերուս հետ ստվարածավալ հուշագրությունը, որում մանրամասն նկարագրեց իր ընտանիքի կորուստի, տրապիզոնահայության կոտորածների եւ իր ընտրած պայքարի ուղու պատմությունը։ Արամ Երկանյանը Շաքիրի եւ Ազմիի ոչնչացման գործողությունից հետո լքեց Գերմանիան եւ այլևս դատապարտված էր թափառել աշխարհով, չկարողանալով հաստատապես հիմնավորվել որևէ երկրում։ Ավստրիա, Ռումինիա, Արգենտինա։ 1932 թվականին նա բնակություն հաստատեց Բուենոս Այրեսում, որտեղ խմբագրում էր տեղի Հայաստան թերթը։ Նա վախճանվեց դեռևս երիտասարդ հասակում 1934 թվականի օգոստոսի 2-ին փոքախտից եւ ուղարկավորվեց Կորդոբա քաղաքում, ուր նրա գերեզմանը ուխտատեղի դարձավ արգենտինահայության համար։ Նա թողեց հարուստ հուշագրություն, այսպես սպանեցինք գիրք մատուցման եւ հատուցման վրեժագիրք աշխատությունները, որոնք բազմաթիվ հրատարակություններ են ունեցել Սփյուռքում։ Արտաշես Գևորգյանը Ջեմալ Փաշայի մահվան դատավճիռն իրականացնելուց 2 տարի անց բնակություն հաստատեց Երևանում, ուր աշխատեց մի շարք պետական հաստատություններում։ 1925 թվականի մարտից Հրազդանի շրջանում հիմնեց Կարմիր Հովիտ անունով Հայաստանի առաջին կոմունան, համալրված գերազանցապես ցեղասպանությունից փրկված Խոտոր ջուրցի երիտասարդներով, որի նախագահը դարձավ ինքը։ 1936 թվականին ձերբակալվեց հակակուսակցական եւ հակաիշխանական գործողությունների հակահեղափոխական կազմակերպությանը անդամակցելու եւ տերորիստական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Խորհրդային ՆԿՎԴ-ի գաղտնի գործակալ դառնալու առաջարկը կտրուկ կերպով մերժելուց հետո դատապարտվեց մահվան եւ գնդակահարվեց Երևանում 1937 թվականի հուլիսի 8-ին։ Նույն բախտին արժանացան Ահմեդ Ջեմալի դատավճիռն իրականացրած նրա մարտնկերները։ Ստեփան Ծաղիկյանը իր մահկանացուն կնքեց Աքսուրում, Ալթայի մարզում, ստույգ տարեթիվը անհայտ է։
Պետրոս Տեր-Պողոսյանը փախչելով Գուլագի ճամբարից անհայտ կորավ Կրասնոյարսկի մարզի Մինուսինսկ քաղաքի շրջակայքում։ Ստույգ տարեթիվը անհայտ է։ Իսմայիլ Էնվերի հաշվեհարդարը տեսնելուց հետո Հակոբ Մելքումյանը դեռևս 15 տարի վայելում էր խորհրդային իշխանությունների բայրացկամությունը։ Սակայն 1937 թվականի նոյեմբերին նրան անսպասելիորեն ձերբակալեցին խորհրդային միության դեմ ռազմաֆաշիստական դավադրության մեջ մասնակցելու մեղադրանքով։ 1940 թվականին դատապարտվեց գնդակահարության, սակայն 2 ամիս անց մահվան դատավճիռը փոխանցվեց 15 տարվա կալանքով ողջ ունեցվածքի առգրավմամբ։ Պատիժը կրեց Կոլիմայում, սակայն Ստալինի մահից հետո 1954 թվականին ազատ արձակվեց։ 1955 թվականի մայիսի 5-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի վճռով ռեաբիլիտացվեց բոլոր մարտական շքանշանների վերադարձման եւ դիվիզիայի հրամանատարի պաշտոնի վերականգնման վճռով։ Մահկանացուն կնքեց 1962 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում եւ ուղարկավորվեց Նովոդևիչիե գերեզմանատանը։ Հակոբ Մելքումյանը իր թողած թուրքեստանցիներ հուշագրության մեջ Էնվեր Փաշայի սպանության գործընթացում իր անձնական մասնակցության մասին հասկանալի պատճառներով լռել էր։ Սակայն հարազատների վկայություններով մտերիմների շրջանում բազմիցս գոհունակությամբ նշել, թե համարել է Դահիճի պատիժը իր տանջահար ազգին մատուցած անձնական պարտք եւ Նեմեսիսի տրամաբանական շարունակություն։